Ես ինչ են էլի բերել լցրել ես գովազդները, ես ինչքան թուղթ ենք մենք թափում։ Բարի երեկո իմ սիրելի բարեկամներ, անչափ շնորհակալ եմ ձեր սիրուն մեկնաբանությունների համար, ձեր բարի ցանկությունների համար։ Էլի երեկվա նման դուրս եմ եկել մաքուրը չնչելու, հետնել էլի խանութ եմ գնում, բայց այսօր մի քիչ ոնց որ ժամը ուշ է, ավելի մթնել է։ Այս մեքենա, որ այստեղ կանգնել է, չէ, այսպես ցույց տամ, ոնց որ մայթի վրա է էլի կանգնած։ Նախկինում մեքենաները միշտ այդտեղ, տեսեք, միշտ այդտեղ կանգնում էին, մենք էլ ենք շատ կանգնել, մի անգամ դրա համար տուգանեցին, պարզվեց այդտեղ չի կարելի կանգնել, բայց հիմա էլի մեքենա է կանգնած, ընդ որում 170 եվրո տուգանք մոծեցինք դրա համար, բողոքել էին այս տան ապրողները, մի անգամ պատուհանից գոռացին, այդտեղ չի կարելի կանգնել, մի կանգնեք, չենք կարող մեր հեծանիվները հանենք, ոնց որ դուռը փակում էինք էլի, մենք էլ գիտենք մենակ մեզ չի կարելի, դու մի ասա ոչ մեկին չի կարելի, բայց հիմա այս մեքենան կանգնել է, երևի այդտեղի ապրողներից է, նենց էլ լավ տաք է դուրսը, այսօր ընդհանրապես դուրս չի եկել, հիմա էլի պետք է գնամ խանութ, երեք պետք է ատամի մածուկ առնեի, մոռացա, ամանները տեսա, արդեն հիշողությունս թռավ, թե ինչի համար եմ դուրս եկել, հիմա գնամ ատամի մածուկ առնեմ, բայց ակցիոն էլ չեմ մտնի, չնայած կարելի է մտնել, կարող այսօր էլ ուրիշ բան լինի, այստեղ էլ են երեխեքը դուրս գալիս խաղում, մեկ-մեկ պատահում է, ամառը հատկապես, այնքան հաճելի է, որ տեսնում եմ երեխեքը դրսում խաղում են, վաղը գործի եմ, այսօր առավոտ լավ չէ, եթե վաղն էլ էցև լինեմ, հաստատ էլի չեմ գնա բժշկին կզանգեմ, բայց եթե հիմիկվա նման լինեմ, հիմա ավելի լավ եմ, ուրեմն կգնամ, տոնածառը տեսակ, կիսա հավաքել, այսինքն մենակ լույսերը դրեցի ու վերջացրի վլոգը այդպիսով, հիմա ուզում եմ դա էլ հավաքեմ վերջացնեմ, որ մի անգամից արդեն ուշ է, ընդհանրապես տոնածառը դնում ենք առաջին ադվենտից առաջ, ադվենտը գիտեք չէ, այդ կաթոլիկ եկեղեցու բաներով դեկտեմբեր ամսվա ամեն կիրակի օրը մի ադվենտն են նշում, 4 ադվենտա, վերջինը արդեն Սուրբ Ծնունդին է համընկնում, կամ Սուրբ Ծնունդը դրան հաջորդում է կարող է տարբերություն տա, ասենք 22-ը լինի կիրակի կամ այդպես այս տարի ես ուշացրել եմ տոնածառ դնելը, անցյալ տարի շատ շուտ էի դրել, այս տարի ոնց որ ուզում էի, որ աշունը ավելի երկար լինի, տևի, դրա համար այսքան ուշ եմ դնում, այնպես որ արդեն մի բան էլ ուշ է, պետք է տոնածառը դրվի։ Վաղը այս աղբյուրն է, հա, 5 շաբթի փաստորեն։ Հիմա փորձելու եմ այս սպիտակի սոսինձը ոչ մի ձևով չի դուրս գալիս։ Հիմա փորձելու եմ ձեթի օգնությամբ հանել։ Շատ տաք ջրով, օճառով, ամեն ձևով փորձել եմ, բայց ամբողջությամբ դուրս չի եկել ու այս ամանը քանի որ ինձ շատ է դուրս գալիս իր չափսերով, ես ուզում եմ, որ անպայման հանեմ այս հետքը ու օգտագործեմ։ Շատ լավ մաքրեց բանկայի վրայից այդ սոսնձի հետքը, կսեցի պետք է մի կես ժամ թողնեի, բայց մոռացա այդ մասին, այս կգործերով ընկա, մնաց ու հանկարծ նոր աչքս ընկավ ու մաքրեցի շատ լավ հանեց սոսինձը, ուրեմն եթե պիտակը հանում եք բանկան ձեզ դուր է գալիս, կարաք ձեթը լցնեք վրան, թողնեք ու հետո մաքրեք մաքրվում է, այս բանկան իր փոքրությամբ ինձ դուր էր եկել, հիմա սրա մեջ ուզում եմ լցնեմ այս ռեզինները, որ էլի բան եմ փակում եմ, էլի ինչ-որ բաների բերան, էսա շատ պետք է գալիս իդեպ։
տոնածառն եմ զարդարում, չեմ վերջացրել, հոգնեցի, ոտքես արդեն ցավում են, երկու բան էի արել, բացեմ միասին նայենք, հետո գնամ շարունակեմ, որ ձեզ էլ ցույց տամ վերջնական ինչ ստացա, բայց փաստորեն աստղ չունեմ, ես գիտեի, որ մի հատ դեղին գույնի աստղ ունեի, բայց հիմա այդ չկա, չգիտեմ, չեմ հիշում ինչ ա եղել դրա ճակատագիրը, այսինքն մի հատ աստղ ա պետք է առնել, այդ լավ էր, որ նայեցի, հետո բաներից, փայլ չէ, ձյունիկներից կուզեի, որ չունեմ, մենակ մի շղթաներ են, ամեն դեպքում այդ լավ էր, որ հիմա արեցի, որովհետև պակաս բաները կառնեմ կավելացնեմ։ Մի երկու բան էի արել, ուզում եմ հիմա միասին դատարկենք, սենց հաստ նասկիներ էին տղամարդու, տղայիս համար եմ վերցրել, Աշուտը չի էլ հագնում ունի, այնքան եմ առել, չի էլ հագնում, էլ չեմ էլ առնում, ասում շատ հաստ է, ասում տան մեջ հագի էլի չմրսես, բայց չի հագնում, սրանք ինձ թվում է տղաս, չի թվում ինձ, տղաս կհագնի, արդեն գիտեմ, ինքը սենց հատկապես էստեղ որ բան անում, հագնում է տան մեջ, բայց բնականաբար դուրս գալուց կոշկի մեջ արդեն բան կնի, լավ հաստ է, կարամ բացեմ հիմա, րոպե, հա դե բանը, կպած է իրար, սրանք վերցրի, կարծեմ 3 զույգը իրար հետ զեղչվել էր 5 եվրո, ես էլ են հաստ կալգոտկաներից է, մի րոպե բացեմ, սև, տակից թե որտուր դեղին լիներ, սևն է ես, բայց հեսա որ ձգում ենք, նայեք ոնց է լինում, հա, տակից էսպես է, այս հենց է փաստորեն լինում, հա, ինչև է, հաստ կալգոտկա է, ձմեռը շորբան հագնելու ժամանակ պետք է լինում, այս վերցրի, մոմեր եմ վերցրել, մի հատ սպիտակ, մի հատ կարմիր, նոր տարվա, սրանք զեղչվել էին, ասեմ, 2 եվրոյին իջել ամեն մեկը, այսպիսի բացիկներ եմ վերցրել, այս փոքր դանակներ, ես վերջերս ինչքան շատ դանակներ եմ առնում, ես էլ կարտոֆիլ բան մաքրելու համար, այն սովորական չափից մի քիչ ավելի երկարոտ է, սրանք առել եմ տոպրակները փակելու համար, հետո բացեմ, բացած տոպրակները փակելու համար, որ կիսատ մնում է գնում ենք սառնարան բան, կամ մենակ սառնարան չէ, այս տեսակ, հա, այսպես, բացած է տոպրակները փակելու համար, դնեմ ու այսպես փակել, երկու գնը մեջը, հա, սրանք մեծ են ավելի կանաչները, կանաչ պատույտ, ես ռեզիններով եմ փակում, բացրանք չեք կփակեմ, աչքս տեսա վառը, հետո, այս ծածկոցը բաց արծաթագույնն է, չգիտեմ տենց ոնց է երևում, հիմա մի անգամից բացեմ, որովհետև հեսա որ վերջացնեմ, ինձ պետք է գալու, ուզում էի մի հատ բաց գույն, չափը կար համ քառակուսի, համ էլ այս երկարներից, այս նրանցից, ես այս վերցրի, ես ինձ լավ է, հարմար է, պետք է բայց հարթուկվի նոր, լավ մի հատ կգցեմ փորձեմ, հետո նոր կհարթուկեմ, հոգնած եմ, հիմա հաստատ չեմ բարձրանա վերև հարթուկ անելու, հիմա մյուս տոպրակը, այստեղ լույսեր վերցրի, այս առաջին հարկի պատուհանին կկպցնեմ, սպիտակ լույսեր են, հետաքրքիր կլինի, որ չբարվեն, լավ էլ երկար է, 240 հատ, մի հատ փորձենք, հիմա այսպես մի անգամից, ես հետ զարմացա, հիմա բանը չէ, ինչ պատվիրում ենք, գլուխը չի լինում, հետը մենք պետք է դնենք, ասի սրան ինչ պետք է դնենք, փաստորեն սրանը հետն է, պետք է ուղղակի
միացնեմ։ Երբ այսպես ավելի հարմար է տեղավորվել դրա համար։ Սիրուլույսերը պատվանին կկպցնեմ։ Ես այսօր հաստատ չեմ հասցնել, դեպ ժամը քանիսն արդեն 9-ից 10-ին ապակաս ու լավ հոգնել եմ։ Սեղանի համար մի հատ էլ կանաչ գույն էի ուզում, ես գծավոր էր, ես կուզենայի առանց գծերի, բայց մտածեցի դե ոչինչ, հիմա տոնական սեղանի համար է։ Մի րոպե բացեմ, ես էլ նայենք։ Կարմիր ծածկոցի վրա սիրուն կլինի։ Այսպես կփորձենք։ Դե փորձելու որն է, պետք է արդեն օգտագործենք։ Ես այսպես սիրելիներս։ Հա, հիմա ուրեմն այստեղ առել եմ 3-ից համար սվիտրներ եմ առել այս տարվա։ Ես մի անգամից այստեղ մի հատ շամպուն եմ իմ համար առել, մեկ էլ ատամի մածու։ Այս սվիտրներն եմ ուզում ցույց տամ, բայց անկեղծ ասած մտածում եմ սրանք երևի փաթաթեմ դնեմ տոնածառի տակ։ Դրա համար քանի չեմ տեսնում, ես բացեմ ձեզ ցույց տամ։ Սպասեք, ես իմը բացեմ։ Համարյա նույն բաներն է, փաթաթ ձեզ ցույց տամ։ Այս կարմիրը, կապույտը։ Ես իմը ցույց կտամ, որ հանկարծ ներս գամ։ Ասեմ, որ իմ համար եմ առել։ Կարմիրը ունեմ, մտածեցի երկրորդ կարմիրը չարժի, չափը հետաքրքիր է։ Ոչինչ որ թույլ լինի, թող թույլ լինի, հիմա չխանգարի։ Մի հատ էլ կանաչ կլինի։ Լավ, երևի նրանք էլ բացեմ։ Սպասեք, ես նրանք բացեմ։ Մեկանիկը փաթաթելու եմ նվերի գոբրակների մեջ։ Այս կապույտը շուտի համար եմ վերցրել։ Գիտեք ինչի համար եմ ծիծաղում, ինքն դեռ նստած է, ես սվիտրը այստեղ ցույց եմ տալիս ձեզ, ու ծիծաղ չեմ կարողանում զսպեմ, սա շուտի համար, համ ուզելու եմ, որ հագնի, էլի, պահեմ քանի գլուխը չթեքել ես կողմ, կարմիրն էլ աղջկաս համար։ Այսքան առևտուրներ հիմա ես ուզեցի հիմա անեմ, որ տանեմ ես ծածկոցները գցեմ մեծ ծածկոցի վրա, այդպես երներս գնամ շարունակեմ վերջացնեմ։
Գործի եմ գնում, դեռ այդպես լավ չեմ ինձ զգում, բայց մտածեցի գնամ այսօր չգիտեմ, տեսեմ ոնց կլինեմ ընթացքում, ջերմություն բան չունեմ, թուլությունը կա, գրիպը կա, մի քիչ ավելի քիչ, բայց կա ու հազը, ու երևի ամենաբանն էս թուլությունն է, ինչև է շատ ջուր կխմեմ, դե բնականաբար եթե լավ չլինեմ կհարսնեմ տուն կգամ, հուսանք որ լավ կլինեմ, որովհետև այսօր եմ գործը վաղը արդեն ազատ եմ, ահագին էլ երկար տևում է, այս հիվանդությունը ու ընդհանուր շատ տարածված է, գիտեմ որ Հայաստանում էլ է շատ տարածված, իմ թոռնիկն էլ է հիվանդացել, անգամ հիվանդանոց է վարկել, ջերմությունը 40 աստիճան էր չերիշնա, հիմա փառք Աստծո ավելի լավ է, ասում է շատ երեխեք կային այդպես հիվանդ, ընդհանուր վիրուս է, դրա համար լավ է, որ ձյուն գա ու թմաքրվի, այստեղ դե չի գա, Հայաստանում բարակ եկել է գիտեմ, որոշ տեղերում, այստեղ դե ձյուն չի գա, գոնե այստեղ էլ անձրև կա մաքրի, հա, դրան էլ ենք համաձայն, բայց հələ որ չի գալիս, այսօր հանկարծ հիշեցի, որ այն բլենդերը, որ պատվիրել եմ, դեռ չեմ ստացել, ու ընդ որում, որտեղից որ պատվիրել էի, մեդիամարկտում, այնտեղ պատվերը, որ հաստատել են, նայեցի, գրած էր 1-ին 2-ին դեկտեմբերի պետք է ստանամ, բայց չկա, հիմա տեսեմ հələ եթե այսօր էլ փոստից որևէ բան չստանամ, ուրեմն այնտեղ կգրեմ, որ չեմ ստացել պատվերս, իսկ եթե փոստը մեյլ ուղարկի, արդեն այնտեղ կնշեմ, որ դե որ տանը մարդ չկա, կնշեմ, էլի տանեն փոստի ավտոմատները մեր տան մոտ է, իսկ կգնամ իրիկունը կվերցնեմ, ոնց որ անցյալ անգամ արեցի, այնքան հաճելի եղանակը, բարձր չի ջերմաստիճանը 7 աստիճան է, բայց որ արևա շատ հաճելի է ու շատ տաք է, էլի տենց ես իմ լավ է։ Հեսա նայենք տեղատան ջերմաչափը ինչքան է ցույց տալիս։ Իհարկե ես այդքան էլ չեմ վստահում այս ջերմաչափին, բայց այս տեղատան ջերմաչափերին չի, հա, էսա 9 աստիճան կարա լինի։ Ինչքան անցնում եմ այս ծաղիկների խանութի մոտով մի հատ կանգնում նկարում եմ, որովհետև շատ սիրուն են։ Ձայնս խրպոտ է, չէ՞։ Գնացինք։ Այս եկեղեցու վերևը մի անգամ բարձրացել ենք աղջիկներով, գոլեգա աղջիկներով, քանի տարի առաջ։ Ես էլ ամեն անգամ անցնելուց ասում եմ, տեսեմ երբ եմ հատուկ գալու, որ մտնեմ։ Այ երբ որ ընկերուս հետ որոշենք արդեն օր հանդիպելու կգանք ես տաճարը կմտնենք։ Վայ, այս ինչ տեսակ օծանել գեհոտասես փչումա մարդկաց կողքից որ անցնում եմ, սիրտս խառնեց, այստեղ արդեն ահագին գործ են արել, ես մի քանի օր չեմ եկել, գործի չեմ տեսել, հավաքել են արդեն այստեղի բաները, լավ ես կողմով գնամ այսօր, ուտել խմելու տեղերը,
ֆոտո ոսը նկարվելու տեղ էր։ Մաչա Մաչապի ստեղել էր շատ սիրում։ Այսը ամեն մեկը իր տաղավարը պատրաստել է, որ լավ առևտուր անեն։ Այս էլ ձմեռ պապիկներ, գլխարկներ, բայց ես հիմա հեչ նայելու ժամանակ չունեմ, այնքան որ հիմա այսպես հպանցիկ, արագ նայում եմ ինչ են արել հեչ ու ձեզ էլ ցույց եմ տալիս։ Հեռախոսն էլ լավ շարժում եմ, չէ, դե որովհետև նայեք գետինը։ Զարդեր, բաներ, այնտեղ էլ կարուսելներ երեխեքի համար։ Քաղաքները այս բաներով են մաքրում, մեր մոտ էլ հարմար են այս փոշեկուլներով, մարդաբոյի։ Ըստ լույսերը իրիկունը սիրուն կերևան, հիմա բան չի երևում։ Ես մշտական իր տեղումը շան գույնն է փոխվել, ուրիշուն է բերել հետը։ Սվարովսկի։ Այստեղ արդեն սեղջեր են դրել 25 եվրոյից ավել առևտրի դեպքում 50% սեղջ, ամի մուրացկան էլ էստեղ կա, այնպես որ ես փողոցի վրա լիք մուրացկաններ են նստում։ Այդքան մենք կհասցնենք, որ որական բոլորիդ բաժանենք, որտեղից այդքան։ Լույսերը հիմա վառված, նայեք ինչ սիրուն են, իրիկունը շատ սիրուն է այստեղ, այս նոր տարվանից առաջ Սուրբ Ծնունդին շատ սիրուն են լույսերը։ Ինչ լույսով եմ նկարում, հիմա մթնով նկարում ցույց տամ, տեսեք ինչ սիրուն է, կենտի սատանայի անիվը։ Կրտնակներ ածախում։ Այս են սիրուն հեքիաթային գենտը երեկոյան։ Այստեղ էլ շատ սիրուն լույսեր դրված։ Ամեն տարի նույն լույսերն են, բայց շատ սիրուն են մեկը։
շատ հավես է։ Մի քիչ ցուրտ է, բայց քամի է։ Ուղղակի ես եմ շոկած։ Այստեղ էլ է շատ սիրուն։ Կարճ ասած Գենտը սիրուն զարդարել են։ Այստեղ Սուրբ Ծնունդի շուկա են սարքել ու եղևնիներ են վաճառում ցերեկով, բայց երբ եմ ժամանակ ունենում, որ գալիս եմ արագ պետքա գնամ հասնեմ գործի տեղ, որ մոտենայի եղևնիները նայեի։ Այ, երեխեքին էս բաներով են տեղափոխում։ Հա, տեսեք, էս մեկին է երկու երեխա էր մեջը։ Ավելի հարմար է ու արագ երեխեքին այդ ձևով տեղափոխելը, քան սայլակներով։ Արագ է լինում, մաման, պապան հեծանիվը քշում են տանում։ Գործս վերջացրել եմ, ժողովուրդ ջան։ Ահա, տրամվայն էլ եկավ, ինչ ժամանակին եկա հասա։